միացեք, համախմբվեք, այս տականքներին հրապարակավ սատկացնենք։ Եթե ուշացրեցիք, ուշ է լինելու, տեսեք, ոչ միայն մենք պետություն ենք կորցնում, եթե մտածում եք, թուրքը գգա կմտնի, ժամանակին 15 թվականին նմանապես մտածում էին եւ տեսեք այսօրվա վրա եկեղեցին է չի կոչանում, որ ազգին հավաքագրի, համախմբի, որ պայքար տանի, որովհետեւ սրանք բոլորը ծախված են։ Սրանք նույն մասոնական օթյակի գործակալներն են, նույն այս գարեգին բից սկսած, մնացածով պրծած։ Կարող է այս տերտերների մեջ բնականաբար մաքուր տղաներ էլ կան, գիտակից մարդիկ էլ կան, բայց այս ամբողջ համակարգը նույն մասոնական օթյակի գործակալական ծանցի գործիքներն են, գործակալներն են։ Այս բոլոր համակարգերը այսօրվա վրա կույսակցություն կոչվածներով եւ այլն, բոլորը մեր ազգի թշնամիներն են, որոնք գործում են միմիայն մեր ազգի պետության դեմ։ Ես եմ օրինական, տեսեք ինչ եմ ասում, օրինական նախագահի պաշտոնակատար, այս տականքը վարչապետ չի։ Եվ նախագահի պաշտոնակատար որպես այդպիսին կարգավիճակ գոյություն չունի։ Սա ապօրինի է, ինչպես նաև նախկին բոլոր համակարգի ներկայացուցիչները, սկսած Քորլևոնից, Ռոբիկից, Սերժից եւ այս տականքից։ Նորից կոչ եմ անում ազգ, հարգելիներս, բնակչություն, ժողովուրդ։ Շատ չնչին ժամանակ է մեզ մնացել կազմավորվելու, համախմբվելու եւ համապատասխան սրանց պատիժ տալու, որ ազատագրվեցինք այս թշնամիներից։ Իմացեք, Արցախն էլ է դառնում մերը, Արցախը բոլոր օրենքներով, միջազգային նորմերով ես սրանք տանեմ, հասցնեմ մեր նպատակին։ Նախիջևանն էլ, Արևմտյան Հայաստանն էլ եւ այլը եւ այլը։ Հիմա ոնց որ ասած չտարածվեմ։ Ձեր աջակցության, ձեր սատար կանգնելու, ձեր գիտակցականի բարձրացման խնդիր է դրված, որի շրջանակներում բոլորս պետք է հասկանանք, գիտակցենք, համախմբվելով, սատար կանգնելով, աջակցելով, որ կարողանանք մեր կյանքերը փրկել։ Տեսեք ինչ եմ ասում ձեզ։ Այսօր լինելույթյան խնդիր է դրած, լինելու, չլինելու։ Ով ինչքան ուզում է ծալվալան ներկայացնեն եւ այլ, մեկ ասում է գարեգինին փոխենք, վերջացեք։ Սրանց այս տականքներին բոլորին պետք է հրապարակավ սատկացնել, հրապարակում կանգնացնել սենց հերթով եւ բոլորին իրենց պատիժը տա, ու այն հափշտակվածը, թալանվածը վերել լցնել պետական համակարգ, պետական գանձարան, որտեղ էլ լինի, ես ձեզ խոստանում եմ, այդ բոլորը բերեմ, լցնեմ պետական գանձարան, այն որտեղ էլ պահված լինի, ես ասում եմ, խոստանում եմ ձեզ, հատ բերել եմ տալու, սրանց թուլեքի հետ միասին, եւ սրանց պատիժը մենք իրար հետ ենք տալու, մենք բոլորս իրար հետ ենք տալու, որովհետեւ սրանք ազգի թշնամիներ են, եւ դրանից հետո գնդակահարության հոդվածը պիտի մտնի մեր քրեական օրենսգրքի մեջ, որ ով էլ լինի նախագահ, ով էլ լինի ղեկավար, եթե որևիցե կերպ ոտնձգություն է կատարում կամ աշկը թեքում է այլ նպատակներով մեր ազգի, մեր պետության շահերը ոտնահարելու, պետք է տեղում հրապարակավ գնդակահարվի։ Այսքանը հարգելիներս, սպասում եմ ձեր աջակցությանը, շատ քիչ ժամանակ ունենք, համախմբվեք, աջակից եղեք, որ սրանց իրենց պատիժը տանք։ Հաջողություն ձեզ, տեսնեմ։